Բարի լույս, սիրելի հետևորդներ ջան, բարի խաղաղ կիրակի բոլորիս, Աստված օրհնի բոլորիս այս բարի լույսի հետ։ Շատ կարևոր գործերով գնում եմ Վանաձոր, ձեզ էլ ինձ հետ տանում եմ։ Գիտեք, որ հանրապետությունում առատյուն է տեղացել եւ հրաշալի բնությունը գեղեցկացել է։ Հասել եմ այս կողմերը, շատ եմ սիրում այս հատվածը Վանաձորյան ճանապարհի։ Սիրելի հետևորդներ ջան, անչափ շնորհակալ եմ նախորդ վլոգում ձեր բոլորիդ գրած սրտառուչ գրառումների համար։ Ի սրտե ուրախ եմ, շատ շնորհակալ եմ բոլորիդ, որ բոլորդ ինձ հետ հուզվել եք, ուրախացել եք եւ այդքան լիքը ջերմ տողեր եք ուղարկել ինձ։ Եկեք հանվայելենք ճանապարհի այս հեքիաթային տեսարանները եւ մի փոքր զրուցեմ ձեր հետ։ Ասեմ, որ թռիչքը բարեհաջող եղել է եւ բարեհաջող վայրեջք են կատարել Պապու Թոր։ Արդեն Երևանում են սիրելիներս եւ Տաթևի մոտ են։ Գիտեք, որ Տաթևը մեքենա ունի եւ մեքենայով կգան արդեն գյուղ։ Սակայն Տաթևի աշխատանքը ամսի 30-ին է վերջանում։ Ես էլ եմ այսօր աշխատանքի իրավունք էի վերցրել եւ եկա Վանաձոր, որպեսզի կարևոր գործերս ավարտին հասցնեմ։ Իսկ Տիգրանը եւ ամուսինս Տաթևի հետ կգան ամսի 30-ին, երբ որ Տաթևը իր աշխատանքը կվերջացնի, տարեվերջյան օրն է, չբացակայի։ Սիրելիներս, տեսնում եք ինչ հրաշալի տեսարաններ եմ ձեզ բերել։ Շատ գեղեցիկ է, հենց որ եկանք հասանք այստեղ, ինձանից անկախ բարձրաձայն ասեցի հեքիաթային աշխարհ մտանք, եւ իսկապես հեքիաթային աշխարհ է։ Վանաձոր, Շնող, Ալավերդի տրանսպորտում եմ, սիրելի հետևորդներ ջան, եւ մտանք արդեն առաջի թունելը։ Վերջին տարիներին են վերանորոգել Վանաձորի ճանապարհին գտնվող 3 թունելները։ Եվ ինչպես սիրում ենք ասել, թունելի վերջում միշտ էլ լույս է բացվում։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, մի փոքր արագացրած կադրերով ցույց տամ ճանապարհային գեղեցկությունները, ապա կմիանամ, երբ որ կհասնեմ Վանաձոր։ Երբ որ ճանապարհ եմ դուրս գալիս, սիրելի հետևորդներ ջան, սիրում եմ հեռախոսը մի կողմ դնել եւ վայելել ճանապարհային գեղեցկությունները, քանի որ դա նույնպես շատ հետաքրքիր է եւ կարելի ասել, երբ որ ես տնից դուրս եմ գալիս, ապա դա իմ համար շրջագայություն եմ համարում եմ, որ ես էլ զբոսաշրջիկ եմ եւ դուրս եմ եկել հիանալու իմ Հայաստան աշխարհի հրաշք բնությունով, տեսարաններով։ Առատյուն է եկել, հասանք Սամարլոյի կամուրջը, գիտեք, որ պատմական նշանակություն ունի։ Բայց հիմա դրա մասին չեմ ուզում խոսել, սիրելի հետևորդներ ջան, այլ հիացած նայում եմ շուրջս եւ շատ եմ սիրում, երբ որ ձյունը այսքան առատ ա գալի, այստեղ անուշ ռեստորանն ենք հասել, այս կողմերը նույնպես շատ սիրուն է, շուրջ բոլոր անտառը շատ սիրուն է, վերևում Եղևնիների անտառը, ներքևում արդեն այլ ծառերի, դարավոր ծառերի անտառներ են, սիրելիներս, եւ միայն կարելի է նայել ու նայել անվերջ։ Շուտով կհասնենք Վանաձոր։ Սիրելիներս, արդեն հասել եմ Վանաձոր, կայարանում եմ, ու այս են շատ ձյուն ա եկել։ Հիմա տեսնեմ, ոնց եմ գնում, տաքսիով, թե ոտքով։ Այսպես։ Ճռճռացնենք մի հատ։ Սենց։ Սիրելի հետևորդներ ջան, որոշեցի ոտքով գալ եւ քայլել, մայթերին առատյուն է, ու միայն մի ոտքի տեղ է բացված, տեսնում եք, ահա։ Շատ եմ սիրում այսպես ձյան վրայով քայլել։ Ձյուն առատ Վանաձորը,
Գնում եմ դեպի շուկա, սիրելի հետևորդներ ջան։ Շուկայում մի քանի կարևոր գործ ունեմ։ Կավարտեմ։ Եվ արդեն մյուս գործից կգնամ, պիտի գնամ վեգա։ Եվ տեսնենք, ինչպես է ստացվում։ Ճանապարհը ուղղակի վայելելով եկա։ Եվ լավ տպավորված եմ։ Ինձ լավ եմ զգում։ Շուտով կհասնեմ շուկա։ Հարմար լինելու դեպքում, սիրելի հետևորդներ ջան, ձեզ կմիանամ։ Այդքան էլ ցուրտ չէ, ասեմ։ Արևը դուրս է եկել ու ինչ որ սաստիկ ցուրտ չէ։ Հասել եմ այս կողմերը։ Լավ էլ շարժը կա, շուկայի կողմերն եմ հասնում։ Մարդիկ դեռևս քնումներ են կատարում, կիսատ բռատը լրացնում են։ Ես էլ ունեմ կիսատ բռատ քնումներ, սիրելի հետևորդներ ջան, գիտեք։ Ես դեռևս կքայլեմ, մինչև կհասնեմ իմ ուզած տեղը։ Շուկան, սիրելի հետևորդներ ջան, Վանաձորի փակ շուկան։ Եվ շարունակեմ նորից իր ճանապարհը։ Համարյա 10 մետր ձյուն է եկել։ Վաղուց կարոտել էինք, չէ՞ ձյան։ Ովքեր են ձյուն սիրում, կարող եք գրել։ Ձեզ էլ ինձ հետ բերեցի։ Ինովեր է սուլելով երգում։ Անցնում են կյանքիս, ջահել օրերը, ջահել չենք մանա, ծերություն էլ կա։ Հավեսով էլ սուլելով ստացվում էր է։ Հավեսս եկավ։ Իմ Վանաձորի հետևորդները հիմա, որ իմանան ես այստեղ եմ, ողջունում եմ իմ Վանաձորի բոլոր հետևորդներին, օդային պաչիկներս, Այս է ձեր Վանաձորի առողջությունը։ Հիմա էլ ինուքու եմ անում, իմը, ձերը, իմն էլա, չէ, ես էլ եմ լորեցի։ Այլ կան չուտես։ Բարի ձեզ։ Շոտորդին ալեցի չես անում, դրա մեջինը։ Անծանոթի բարևն էլ ստացանք։ Հաճելի է, չէ, որ անծանոթ մարդը բարևում է։
Արդեն շտատիվը որ ձեռքս է, ժպտում են ինձ, հասկանում են, տեսնենք, պատահաբար ում կհանդիպեմ այստեղ, ես արդեն հասել եմ այնտեղ, որտեղ ինձ պետք է, Եկ ավտոկայանի չա տաքսի չկար, ոտքով եկա տեղ վարակույրների այդ խանութը, հետևորդները ստենան էլ, Իվանաձորից էլ շատ հետևորդներ ունեն, մի հատ կխնդրեմ իաշտություն անջատեք, որ չխանգարել իրանց հետ խոսեմ, սիրելի Իվանաձորի հետևորդներ ջան, Yandex-ով տաքսի եմ կանչել և հիմա գնում եմ Վեգա և տեսնենք ինչ կա այնտեղ, ինչ տոնական զեղչեր կա, ինչ տոնական գնումներ են կատարում այնտեղից, սիրելի հետևորդներ ջան, ձերանուշ կա, թաքուն եկավ Վանաձոր, այո, Վանաձորից են ձեր կարոդարեք, սիրելիներս Այս են ծանակնկալ կանեմ ձեզ Չգիտեմ միգուցե ձեր թաղամասում եմ գտնվում Կարող եք գրել Նաև շնորհակալություն տաքսու վարորդին, որ երաժշտությունը իմ խնդրանքով անջատեց, որ կարողանամ ձեր հետ զրուցել և YouTube-յան խնդիրներ չունենալ։ Լավ էլ տեղը-տեղին ձյուն ա եկել է, սրտովս էր։ Շատ սիրուն ա մեր Վանաձորը։ Եվ արդեն հասանք, այո։ Սիրելի հետևորդներ ջան, իջել եմ տաքսուց և արդեն մտնենք Վեգա, ձեզ էլ ինձ հետ բերեցի, տեսնենք նկարահանումներս ինչպես կստացվի, մաքրել են էստեղ, հասցրել են մաքրել, մի հատ շուրջը տեսնենք, այա, գեղեցկություն, հեքիաթային գեղեցկություն, ողջ ինձ սիրուն է, գնացինք, Եվ այստեղ սիրելի հետևորդներ ջան, դուրը բացելուն պես լսվում է ռոմանտիկ երաժշտությունը, բարձր, շատ բարձր միացրած, շատ եմ ափսոսում, որ արդեն դրա պատճառով չեմ կարող ընդհանուր ձայնը միացրած թողնել, որպեսզի ձեզ ներկայացնեմ մեր զրույցը իրականում ինչպես որ կար։ Այստեղ արդեն ես ընտրություն եմ կատարում, բարևս տվեցի, բարևս ստացա, արդեն ինձ սպասարկում են և շատ վաղուց էի ուզում ունենալ այս էլեկտրական մուսաղացներից, սիրելի հետևորդներ ջան, նպատակ էի դրել և տարեվերջին նոր տարվա շեմին եկա իմ նպատակի հետևից, ահա այստեղ շարքով դրված են, հարցեր եմ տալիս, հարցուփորձ եմ անում, այս կողմը անգլիական ֆիրմաներն են, իսկ այս կողմը գերմանական ֆիրման է, և ես արդեն իմ մտքում իմ ընտրությունը կատարել եմ, ուղղակի այսպես ցույց եմ տալի, էլի հարցեր եմ տալիս և շատ գրագետ ձևով իմ հարցերի պատասխանները ստանում եմ,
Ահա արդեն սա եմ վերցնելու, արդեն գումարը վճարեմ, վերցրել եմ, մի քիչ արագացրած կադրեր տեղադրեցի եւ սիրելի հետևորդներ ջան, իհարկե ձեզ ցույց կտամ, երբ որ գնամ տուն, վճարումս կատարեմ հիմա եւ շարունակություն տամ վլոգիս։ Սիրելի հետևորդներ ջան, սա էլ երաշխիքի կտրոնն է, ահա 2 տարի երաշխիք է տրված, եւ արդեն շարունակեմ գործս, մոտենամ արդեն իմ գնումը վերցնելու։ Մի պահ երաշտությունը անջատել էին, ես էլ մտքիս մեջ ուրախացա, բայց էլի միացրել են, արդեն պատրաստ է իմ գնումը։ Սիրելի հետևորդներ ջան, այստեղ իրավունք եմ վերցրել նկարահանումների համար եւ աղջիկները շատ մեծ սիրով թույլ տվեցին եւ ուզեցի շրջել եւ ձեզ էլ ցույց տալ։ Ասեմ, որ տոնական զեղչերը շատ հիանալի էր, այդ մսաղացը էլեկտրական, վերցրեցի գերմանական ֆիրման է, Verk ֆիրման է, այնտեղ տոնածառներ զուգված էր թրված, էլի արագացրած կադրերով սիրելի հետևորդներ ջան, եւ ասեմ, որ շատ լավ տոնական զեղչեր էր, 10,000 դրամ զեղչով վերցրել եմ, 49,000 դրամ, իջել էր 10,000 դրամ եւ վերցրեցի 39,000 դրամով։ Շատ գոհ շնորհակալ եմ, մի փոքր շրջեմ եւ արդեն դուրս կգամ իմ մյուս գործերով։ Սառնարանները շատ ընտիր էին։ Սիրելի հետևորդներ ջան, գլխարկ եմ դնել իմ համար, սազում եմ եւ եկել եմ քյաբաբ ուտելու իմ սիրելի վայրում, այստեղ շուկայի խաչմերուկում, ովքեր Վանաձորից են ինձ հետևում, գիտեք, որ այստեղ ընտիր քյաբաբ են տալիս եւ հիմա սպասում եմ շուտով կլինի, սպրայթ եմ վերցրել, դրսում ցուրտ է, ներսում եք սնվում, ծարավել եմ մի հատ սպրայթ խմեմ, Սիրելիներս ուրեմն ներկայից եկա, արդեն այնտեղ, որ ամենասկզբից եկել էի, այն ժամանակ չասեցի, եկա վարակույրներ պատվիրեցի, այնտեղ իրենք չեն սիրում, որ նկարահանումներ է լինում, դե ամենտեղ տարբեր ձևով է, եւ դրա համար այնտեղ նկարահանումներ չարեցի, հիմա մինչև քյաբաբը կբերեմ, մի քիչ զրուցեմ ձեր հետ, ուրեմն շատ ընտիր բան եմ ընտրել սիրելիներս, հիմա կարում են, ժամը 4-ին է մեր տրանսպորտը գնալու գյուղ, շնորհ գյուղս, մինչ այդ տեսնեմ ինչ եմ անում, քանի որ ժամանակ ունեի ու հենց այստեղ այս խաչմերուկում ա գտնվում այդ վարակույրների խանութը, կնկարահանեմ հեռվից, գոնե այդպես հասկանանք, թե որտեղից եմ վերցրել, որտեղ եմ եկել, միգուցե ձեզ էլ օգնած լինեմ եւ ասեմ, որ շատ ընտիր վարակույրներ կան այդտեղ եւ հաճելի սպասարկում է լինում, թեպետեւ իրենք թույլ չտվեցին, որ ես այդտեղից նկարահանումներ կատարեմ, բայց ամեն դեպքում ես իմ լավությունը անեմ էլի, ասեմ, որ այդտեղ լավ վարակույրներ կան, իմ հետևորդներիս ես օգնած կլինեմ, դրա համար եմ ասում սիրելիներս, ովքեր այս տարածքում են ապրում, Վանաձորում, կողքի գյուղերում, մի խոսքով ես այստեղ հավանում եմ, անցած տարի էլ հիշում եք եկա ու այստեղից վարակույրներ գնեցի իմ ննջարանի համար, միջանցքի մյուս կողմի համար, դե եթե հավանում եք մի բանը, նորից նույն տեղն եք գալիս, քյաբաբի հոտերը ընկել ա, անմահական քյաբաբ են տալ այստեղ, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, շատ ուրախ եմ, երեկվա այդ հուզիչ վլոգին փոխարինել է ուրախությունը, ուրեմն այսքան ժամանակ, որ ես մեջս էի պահում, երևի ինչ որտեղ էլ նաև դա էր, որ շատ հուզվեցի,
պատկերացնում եք կադրից դուրս բա ինչ էր կատարվում ինձ մոտ կադրից դուրս եմ եկել այդ ընթացքում որ ձեր հետ զրուցում էի արցունքներս եմ սրբել կաչ է երջանկության արցունքները իդեպ որ այսքան ազատ եմ այս պահին այստեղ մարդ չկա ողտս բերում է միացյացյական իր քյաբաբը կերան ու գնաց հիմա ես ազատություն եմ ստացել այստեղ նույնպես ինձ լավ են ճանաչում և ինձ լավ են դեմ ու առաջ գալի այդպես լոռեցու նման թասիբով էլի հիմա իրենք տեսան որ ես այստեղ նկարահանում եմ կատարում ոնց ասած կես խոսքից ինձ հասկանում են ես իրենց մշտական հաճախորդն եմ և ինչ շատ են սիրում այստեղ մերսի Ժառանգություն թույլ տալու համար, որ նկարահանում եմ կատարում։ Քյաբաբս եկա։ Մի պահ կադրից դուրս գամ սիրելի հետևորդներ ջան, քյաբաբը տակ-տակ կուտենք, չէ։ Ձեզ էլ բարի ախորժակ, ինձ էլ բարի ախորժակ սիրելի հետևորդներ ջան։ Եվ նորից կմիանամ, թեկուզ և զրույցս մի քիչ կիսատ մնաց, գիտեք որ չեմ սիրում ուտելով խոսել։ Բացում եմ։ Հավեսի բերեմ։ Այդ տոնական գործերը թողեք, եկեք քյաբաբ ուտելու, գնացինք։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, չդիմացա և նորից ձեզ միացա, գիտեք ինչ էի ուզում ասել, դե շատերի կհանդիպի համացանցում, որ հենց կարճ վիդեոներով էկրանի դիմաց ուտում են, հիմա զարմանում եմ ոնց են էլի երևի այդ տիպի մարդիկ էլ այդ տիպի են ու այսքան ժամանակ ես որ ձեր հետ այսքան շատ ազատ շփվել եմ երբեք չեմ կարողացել կադրի առաջ հաց ուտել նույնիսկ կոֆե խմելու ընթացքը չեմ կարողացել կադրի առաջ կոֆեն հանգիստ վայելել սիրելի հետևորդներ ջան չգիտեմ հենց այս պահին այդ հիշեցի մի պահ ուզում էի նույնիսկ ես էլ այդպես սկսեցի, բայց ես մնամ ես, սիրելի հետևորդներ ջան, այդպես ավելի ճիշտ է, չէ, որ ամեն մարդ մնա այնպես, ինչպես որ կա, և ուզում եմ, որ ինձ ավելի լավ ճանաչեք, ինձ միշտ գրել եք, թե ինչու ասում եմ կոֆեն եկեք խմենք, բայց կադրից դուրս եմ խմում, հիմա պատճառը իմացանք սիրելի հետևորդներ ջան, տոներն են մոտենում, իսկ և տոներն են մոտենում, մարդիկ ավելի անկեղծ են դառնում, չէ, միշտ լինենք անկեղծ, լինենք բարի, սիրելի հետևորդներ ջան, դե շարունակեմ, դե չի քյաբաբը սկսարի։ Սիրելի հետևորդներ ջան, քյաբաբս անուշ արեցի, դուրս եմ եկել, չկարողացա էլ ձեր հետ խոսել, քանի որ էլի քյաբաբ ուտողներ էին եկել, ես այստեղ եմ, ահա վարակույրներս, այ այս շենքից եմ վերցրել, գնել, սպասում եմ, որ կարեն, մի քիչ ավելի ես կողմ գամ, դե Վանաձորի հետևորդներս կիմանան, բայց միգուցե մյուս հետևորդներիս օգնած լինեմ, ահա, փողոցը պիտի անցնեմ այս կողմից, այ այստեղ է, հիմա քանի որ ժամանակ ունեմ, սպասում եմ, որ իրենք ինձ զանգեն, մի քիչ էլ պետք է գնամ ման գամ, տեսնեմ ինչ կա չկա, և սիրելի հետևորդներ ջան տեսնեմ, հարմար լինելու դեպքում կմիանամ, իսկ կիսատ խոսք կսել, որ այնտեղ կիսատ մնաց, ինչ էի ուզում ասել, բերեք այսպես ասեմ, հա, քանի որ շտատիվով բռնում եմ, մարդիկ շատ անց ու դարձ են անում, չգիտեմ, մարդիկ կան, որ չեն ուզում կադրում Երևան, չեմ ուզում ոչ մեկին նեղացնել, այս գլխարկիս մասին էր խոսքս կիսատ մնացել, այ այնտեղից եմ գնել, պարզվեց, այնտեղ հետևորդս էր, սիրելի հետևորդներ ջան, և ինձ ճանաչեց, իմ սիրելի գոհարը, ինձ միշտ հետևում է, բայց չի գրում, հենց որ ինձ տեսավ ճանաչեց, մի խոսքով լավ ու հետաքրքիր պահեր ունեցանք երկուսս էլ,
իրենց հաջողություն եմ մաղթել եւ արդեն գնամ իմ գործերով։ Քանի որ ժամանակ ունեմ ու շտատիվով էլ չեմ կարողանում ձեզ միանալ, որպեսզի ես էլ երևամ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան։ Տեսեք ոնց այս Եղևնի սիրուն արդեն ձնհալ է սկսվել։ Լավ էր, սնեգապատ է սկսվել։ Այս էլ սիրելիներս, հիմա գնամ այս խանութը, այստեղ նույնպես շատ լավ բաներ կա, սիրում եմ այս խանութը, բայց այստեղ նույնպես չեն թողնում նկարահանումներ կատարել, դրա համար նկարահանումներս կդադարեցնեմ։ Միշտ երբ որ եկել եմ այստեղ, իրենք մոտեցել ու ասել են, խնդրում ենք, այստեղ նկարահանումները արգելված է, բայց ես միևնույնն է գնում եմ, քանի որ լավ բաներ կա այստեղ։ Առայժմ ու տեսնեմ, որ մասից կմիանամ ձեզ, սիրելի հետևորդներ ջան։ Եղանակը բացվում է։ Ես այստեղ եմ։ Հիմա կանաչը գա, սվետաֆորը կանաչը տա ու անցնեմ, սիրելի հետևորդներ ջան։ Սպասենք, քիչ մնաց։ 6, 5, 4, 3, 2, 1, գնացինք, արագ, չսայթաքենք, ոնց ենք սառածա, ու այս ինձ առածյունա, այստեղ եմ գալիս սիրելիներս, ագատ, և այսպիսով կադրից դուրս եմ գալի։ Սիրելի հետևորդներ ջան, ամեն դեպքում ուզում եմ թաքուն նկարել, երբեմն պետք է, բանակներ եմ ուզում առնել և այստեղ նույնպես ակցիա է, միշտ ուզեցել եմ գալ ու այս դանակներից գնել ինձ համար, լավ դանակներ են սրանք, հիմա ընտրությունս կատարեմ, սիրելիներս մի խոսքով եկել եմ դանակներ գնելու ու որպեսզի հանկարծ ու հանկարծ նորից տեսախցիկով դե գիտեք հսկում են չնեղացնեմ աշխատակիցներին և այսքանով բավարարվենք, ահա սիրելիներս։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, գործերս վերջացրել եմ ու եկել եմ արդեն ավտոկանգառում եմ, եկել եմ հատուկ այս կողմ, որ դուք էլ տեսնեք, թե ինչ տեսք ունի մեր ավտոկանգառը, վերջին տարիներին այդքան էլ ուժի մեջ չի աշխատում, ահա տեսեք, մյուս կողմը այդքան էլ այն չէր, այս կողմն է սիրուն, պտտվեմ, այն մյուս կողմը ավտոբուսների տեղն է, իսկ այս կողմը, սիրելի հետևորդներ ջան, երբ որ գալիս ենք գնացք ենք նստում, սա այդ կողմի վокзալն է, այդպես ասեմ, հա, հիմա ուզում եմ այն կողմը եւս ցույց տալ ձեզ, հա, այն կողմը, հա, բաց է, իսկ այս կողմից գալիս ու գնացք էին նստում, հիմա գնամ եւ ցույց տամ, մենակ տեսնեմ դուռը բաց է թե չէ, դուռը բաց է, սիրելի հետևորդներ ջան, ես շրջվեմ, որպեսզի մյուս կողմը դուք տեսնեք, այս կողմից գալիս ու գնացք էինք նստում, շատ է պատահել, որ ես էլ եկել ենք, Վանաձորում մեր գործերը վերջացրել ենք, շատ տարիներ առաջ, հետո գնացքով ենք գնացել մեր գյուղ, գյուղի ներքևում կանգառ կա, այնտեղ իջել ենք, հետո ոտքով գյուղ ենք բարձրացել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ ազատ ժամանակ ունեի, դեռևս շարժվելուց 20 րոպե կա, որոշեցի գալ այս կողմ, ձեզ միանալ, այս լավ հուշերով և արդեն կամաց գնամ, որ չուշանամ, իմ տեղը
Տոմսը գնված է, ես իմ տեղը ունեմ, հանգիստ եմ այդ պահով, իրերս տեղավորել եմ արդեն, եւ ահա սիրելի հետևորդներ ջան, մի պահ էլ տեսախցիկը պտտեմ, ավելի գեղեցիկ ձևով տեսնեք ու արդեն դուրս կգանք։ Տեսախցիկս պտտել եմ, սիրելի հետևորդներ ջան, ինչպես որ ասեցի, ահա այս կողմից գալիս էինք այստեղ, որ գնացք նստենք, այսպես գալիս էինք, նստարանները դեռևս պահպանվում է, այս տարածքը շատ սիրուն է, շատ եմ սիրում այս տարածքը, այն կողմից տեսնում եք, որ աստիճաններով այդպես պտտվում է, որ հակառակ կողմից նույնպես հեշտ լինի, այսինքն Երևանի կողմից երբ որ գնացքը գալիս էր, այս կողմ էին իջնում, իսկ այն կողմից նույնպես կարողանում են իջնել, բարձրանալ, մի խոսքով տեսնում եք ինչքան շատ ձյուն է եկել, ճիշտ է օրը արևոտ էր, բայց չի հալեցրել, այսպես սիրելիներս գծերը փակ են, երկաթգիծը փակ է եւ չգիտեմ որ կողմից է, բեռնատարները աշխատում են, չգիտեմ բեռնատարները որ կողմից են գնում, համենայն դեպս մարդատար գնացքների գիծը փակ է այս կողմից եւ սիրելի հետևորդներ ջան, վստահ եմ, համոզված եմ, որ այս նոր տարվա շեմին ձեզ բոլորիդ լավ հուշեր բերեցի, իսկ հիմա գնամ իմ ժամանակն է լռանում, այո, այնտեղ հսկիչ կար, մի պահ մտածեցի, որ թույլ չի տա, որ նկարեմ, հետո ոնց հասկացանք, իր հայացքը շատ բարի էր եւ ես շարունակեցի նկարահանումներս իմ եւ ձեր համար, ահա սիրելի հետևորդներ ջան, ներսը նույնպես ձեզ ուզում եմ ցույց տալ, այստեղ կասսաներ, այստեղ տոմսերը վերցնում ենք գնացքի, դեպի Երևան, դեպի Մոսկվա, դեպի տարբեր երկրներ, ահա այնտեղ Հայաստանի քարտեզը, մոտենամ ավելի գեղեցիկ ձևով ցույց տալու համար, այստեղ այս տեսքն ունի, շատ եմ եկել այստեղ եւ գնացքով, կամ դեպի մեր տուն գնացել, կամ դեպի Երևան, Գյումրի, մի խոսքով, ահա սիրելիներս, այստեղ փոքր ջրավազան հաճելի էր, երբ որ գալիս տեսնում էինք, շատ հետաքրքիր էր լինում, եւ հիմա դուրս գամ եւ գնամ։ Կարծում եմ այսպիսով վլոգս կավարտեմ, սիրելի հետևորդներ ջան։ Շնորհակալություն, որ այսօր եւս եղաք ինձ հետ։ Եվ այս պահով էլ նորից ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք նոր տարին 2026 թվականը, որ արդեն հաշված օրեր են մնացել։ Տեսնում եք, որ արևը շողշողում է։ Ահա, խնդրեմ, սիրելի հետևորդներ ջան, մեր սիրելի Վանաձորը։ Եվ հիմա արդեն սա իմ ճանապարհն է, որ պիտի գնամ, հասնեմ մեր գյուղ գնացող տրանսպորտին։ Այսօր պազիկը չէ, այսօր ֆորդն է եւ հաճելի ձևով համ առավոտը եկա, հիմա էլ հաճելի ձևով կգնամ իմ տուն կհասնեմ։ Կհանդիպենք հաջորդ վլոգում եւ ավելի հետաքրքիր։ Արդեն եկել նստել եմ, սիրելիներս, եւ 5 րոպեից կշարժվենք։ Եվ նկատեցի, որ բեռնատարն է գնում, ուզեցի, որ ձեզ էլ ցույց տալ, չուկ-չուկ չարակ-չուկ, բայց բեռնատարն է, եւ արդեն կշարժվենք, ճանապարհի հետաքրքիր պահերով կկիսվեմ ձեր հետ։ Այսքան առատյունը, որ եկել է ու դեռևս մնում է, ասեմ, որ մեր գյուղում եկավ, շատ եկավ, բայց եկածը հալեցրեց, իսկ այստեղ մնում է, աջ կողմում դեպետն է հոսում, հանդարտ ու խաղաղ ու շատ հետաքրքիր տեսարան է։
Գնացինք դեպի ամենքս մեր տներով եւ կարծում եմ այսին վլոգը ձեզ դուր եկավ սիրելիներս ուղղակի եկեք վայելենք ամեն մի պահը մեր ապրած կյանքի հրաշալի հեքիաթային իմ շատ սիրելի հետևորդներ ջան արդեն մթնում է երկար ճանապարհ ունենք գնալու ճանապարհները սառած է ու մենք դանդաղ ենք շարժվում հիմա այս թունելը դուրս կգանք առաջի թունելն է դեռ 2 թունել ունենք գնալու եւ ահա գնանք ամենքս մեր տներով այստեղ ճանապարհային խցանումներն են այս մեծ ֆուրերի եւ տեսնենք ինչքան է ձգվում այս շարասյունը ովքեր որ այս ծմեր օրով դուրս են եկել ճանապարհ բոլորիս թող բարի ճանապարհ լինի եւ բոլորս անփորձանք հասնենք մեր տներով առայժմ սիրելիներս լավ եղեք եւ լավ դիմավորենք գալիք նոր տարին